Երբ Նիկոլ Փաշինյանը մետրոյում Արցախցի կնոջը երեխայի հետ միասին փախած էր, հա, անվանել, դուք ձեր վրդովմունքն էիք հայտնել, հենց այդ օրն էիք ուզում ակցիա իրականացնել, ինչ զգացիք, երբ տեսաք նրա այդ պահվածքը։ Ես նախ ներկայանամ, ես Նարինե Գրիգորյանն եմ, Շուշից եմ։ Ինչ։ Հա։ Ես Շուշից եմ, ամբողջ պատերազմի ժամանակ, 20 թվականի ամբողջ պատերազմի ժամանակ Շուշիում եմ եղել ու հենց որ այդ նախադասությունը լսեցի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում էր արցախցիները թողել են փախել, ես հենց այդ օրն եմ ուզեցել բարձրաձայնեմ, կանչեմ հրավիրեմ մեր լրագրողներին ու ապացույցներով, որ ես Արցախում լինելով մինչև վերջ, նոյեմբերի 1-ին եմ եկել Երևան, բերել են Երևան ու ես հենց այն արցախցին եմ, որ հենց նոյեմբերի 2-ին ուղիղ լայվով բոլորին խնդրել եմ, առաջինը արցախցին եմ, որ վեր կացեք եկեք գնում ենք մեր հայրենիքը, մեր տղաներին դիկունք հասնենք։ Հետո մի քանի օրից հետո ադրբեջանցին, թուրքը, իմ Շուշիի տնից վիդեո է ուղարկում, այս վիդեոն է, ես ուզում եմ բոլորը տեսնեն, ապացույցները։ Նիկոլ Փաշինյանի անվան տակ մի հատ երգ են գրել ու իմ նկարները մեկ-մեկ դնում են ու սենց մի հատ հոլովակ են սարքել ու ինձ վրա ուղարկել է։ Շատերը ասում են Նարինե ջան, այս որտեղից ինքը իմացավ քո տվյալները։ Նա նոյեմբերի 1-ին որ ինձ հանել են Շուշիից, չեն ասել որ Շուշին հանձնած է, ասել են միջև Բերձոր են գնում։ Ու ես բան եմ արել, թշնամուն գրել եմ, որ դու այդքան չկաս, որ դու իմ հանրապետության վարչապետին որևէ մին վիրավորես։ Հիմա այսօր իմ հանրապետության վարչապետը ասում է արցախցիները թողել փախել են։ Ինչ եք ասում։ Ես հետո նորից 21 թվականին, որ Արցախի դարպասները բացել են, այն արցախցիներից մեկն եմ, որ ես նույն կահույքը եկել եմ Երևանից վերցել գնացել Արցախ ու ես նկարել եմ թշնամու վրա ուղարկել, որ դու այդքան չկաս, որ կարողանաս հայ կնոջը թևաթափ անես։ Ես գնացել եմ իմ Արցախս, որի համար հազարավոր տղաներ են կորցրել։ Ես 90-ական թվականի սերունդում ու ես տեսել եմ մեր ստեղից Երևանից, Հայաստանի մարզերից եկած տղաները ինչպիսի սխրագործություններ են կատարել մեր հայրենիքի համար։ Դրա համար ինձ համար շատ վիրավորական ա եղել, որ մանավանդել, որ ես չեմ ասում, որ ինքը իմացել է, որ Արմինեն հերոսի աղջիկա, տակապ չոնը, Արցախում ապրողը ամեն մեկը հերոս է, ամեն մեկը։ Ես 23 թվականին ձեռքեր եմ բարձրացրել պարելով, զինվոր եմ ուղարկել պոստը, որ իմանալով, որ պոստում ոչ խրամատ կա, իմ զինվորից անվտանգությունը ապահովված չի, բայց ծիծաղելով, երգելով, երեխան փոքրիկների հետ պարելով մեր զինվորներին բանակ ենք ուղարկել, բայց այսօր իմ հայս մեզ ասում է Արցախը թողել եք փախել։ Անմատիր, ասա դու իրավունք չունես, ոչ մեկը իրավունք չունի, ասե որ արցախցիները թողել են փախել։ Որպես նաև